Հենց դու կանգնիր ու լսիր միգուցե սա հենց քո ռասկլադն է։ Նախ տեսնենք ով ես դու, ինչ էներգիաներում ես գտնվում։ Դու մի անձնավորություն ես, ով ունի սուր լեզու և ինֆորմացիաներ է փնտրում։ Ամեն մարդու չես վստահում, դրա համար ունես դու քո պատճառները։ Միգուցե ինչ-որ մեկից ես ինֆորմացիա հավաքում, նաև հեռավորության վրա։ Դա կարող է լինել նաև կտրող, ծակող գործիքը ինչի հետ կապ ունի։ Մի անձի հետ ով ունի սուր լեզու, կարող է մարդու կծել, ինչ մտածում եմ, այն էլ երգում եմ, ասում եմ, հա։ Իսկ որոշ մարդկանց մոտ հնարավոր է, ինչպես կին լինի, այնպես տղամարդ, կտրող գործիքը կապ ունի կոմպյուտերի հետ, մեդիա դաշտի հետ, շպիոնաժի հետ, բաժմիչի նաև կապ ունի ժուճոկների հետ, լսելու հետ, միգուցե ձեզ են լսում, ահա, սենց ինֆորմացիա մեդիա դաշտի հետ է կապված, ու մոտ համընկնում է, կարող եք սպասել և մինչև վեր լսել։ Եվ տեսնենք, ինչ կարևոր բան կա, որ դու պետք է իմանաս։ Դա հիասթափության հետ է կապված, անցյալի հետ կապ ունի, և ինչ-որ մեկի հետ, ով քեզանից բավական հեռու է, բանտում է միգուցե, հիմա ներկա պահին, կամ հոսպիտալացված է, մի խոսքով թակ տեղում է, ռեշոտկաներ եմ տեսնում, լավ, և ինչու պետք է հենց դու դա իմանաս, որովհետև նա ունի նուժդա, քո կարիքը, օգնության, և միգուցե քո մեջ շանս է մեծ տեսնում, լավ, վերին ուժերից խորհուրդ քեզ համար, ինչ անես, պետք է այս տուպիկ իրավիճակին հարցի լուծում գտնել, կապերի հետ է կապված, փորձիր կապերդ, մարդկանց հետ շատ հանրային,